որ ունենք կոնֆերանս շատ մեծ, ունենք ֆեստիվալի կտոր ու հենց ցուցահանդեսային հատված, այսինքն ինքը մի ամբողջ միջոցառում է, որ իր մեջ կոմպոնենտներ է ներառում։ Հենց եմ նախատեսել, որ հենց 10-ից 12-ը ստեղ լինեմ, որ Digitech-ին գամ, միջավայր եմ թռնում, դրանից հետո եմ թռնում։ Հիմնականում ներդրումներ ենք անում ինչ որ հայկական անկյուն ունեցող ընկերությունների մեջ, այսինքն կամ հայ համահիմնադիր կամ Հայաստանում թիմ պետք է անպայման լինի, որպեսզի մեր մանդատի մեջ մտնի, որ ներդրում անենք։ Վերջի 2, երևի 3 տարին Համես Սարգիսի ղեկավարությամբ ոնց որ լիքը բան փոխվել է, ֆիդբեք ստանալ, ընդունել, առաջ գնալով զարգանում է, որտեվ ամենադժվար ու ցավոտ իմ համար բաներից տարիների ընթացքում միշտ եղել է, որ մեր լոկալ էկոսիստեմում ցանկացած ֆիդբեք, որը կարա օգնի աճի, միշտ ընդունվել է ընդհակառակ որպես վատ բան են ինձ ասում, նայ տեսնես ինչ ասես, քլնգում են։ Բարև ձեզ, շարունակում ենք Թեքնստենք շիտակ խոսենք պոդքասթների շարքը եւ այսօրվա մեր հյուրն է պոդքասթ ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն ԱՏԶՄ խորհրդի անդամ Big Story VC partner Արտո Երիցյանը։ Արտո ջան, ողջույն։ Привет։ Շնորհակալ եմ, որ ստեղ ես, զգացի ինչ դժվար սկսեցինք, շատ եմ լարվում, ասեմ ինչի համար, որովհետև այս մեր էպիզոդը շատ հատկանշական է իմ համար, ոչ թե այն պատճառով, որ դու մեր բորդում ես, այլ հենց որ podcast-ի համահիմնադիրն ես, համահիմնադիրը, չէ՞։ Հա, համահիմնադիրն ես ու podcast-ը իմ համար այդ մի հատ product է, ինչքան որ հասցրել եմ ուսումնասիրեմ, որը որ մեզ այսպես ասած podcast նկարողների համար տենց շատ կարևոր հարթակ է։ Դա համար ես գիտեմ, որ այն բոլոր կիքսերը, ինչ որ հիմա դու կտեսնես այս podcast-ում, իսկ դու այդ կտեսնես, շատ բան են, էլի։ Կակրաս կարաս ոնց որ feedback տաս, թե ոնց կարելի անել։ Այդպես։ Այսօրվա հիմնական ուղղությունները ասեմ, որ ոնց որ պատկերացնենք ուր ենք գնում։ Նախ բոլորին հիշեցնեմ, որ այսօր հոկտեմբերի 1-ն է, օրը կարծեմ չորեքշաբթի, Digitech-ին մնացել է 10 օր, Digitech-ի 20-ամյակին մնացել է 10 օր, մեր նկարահանող խումբը խոստացել է, որ այս նյութը այսօր եթեր կգնա, հուսով եմ կգնա, ու հիմնական 3 ուղղություններ է։ Առաջինը Digitech 20-ամյակ, իր հետ կապված, եթե դու ունես պատմություններ այս 20 տարիների ընթացքում, թե անձնապես, թե ընկերությունով, երկրորդը ԱՏԶՄ, քո փորձառությունը, ինչա կատարվում, ոնց է եւ այլն, ու երրորդ ոնց որ հիմնական ուղղությունը դա Armenian Tech Ecosystem-ն է ու ընդհանրապես Global Tech Ecosystem-ը ինչա կատարվում։ Գնանք Digitech-ից։ Okay։ Ունես փորձառություն, որը որ չգիտեմ, նախորդ տարիներին եղել է, որ կուզենաս կիսվես։ Digitech-ը սկսեմ հələ երևի ուսանողական տարիներից իմ, հենց 20 տարի է դեկա Digitech-ը, ես որ ուսանող էի, էլի գնացել եմ Digitech-ին, այն վաղ իմ համար ինքը ոնց որ սենց տոն էր, այսինքն տենց հետաքրքիր առիթ էր ինչ որ բաներ գնալ, նոր բաներ տենալու, ու այդ առումով շատ ոնց որ լավ իվենթ էր, որտեղ տենց ոգևորում էր, նոր բաներ էր տենում, ուզում էր դու մտնել tech ոլորտի մեջ։ Որ թվականներն էր կարա հիշել։ Այդ գիտես որ թվականներն էր 10 քանի էլի 2000։ Հա, շատ կոնկրետ էր։ Okay։ 2010-ականներ։ 10-ականներ։ Ու հա, այդ վաղ շատ կար, ես հիշում եմ դες բանամ, կիբերնետիկա եմ սովորել պոլիտեխնիկ, ահագին շատ hardware-ի հետ կապված բաներ կար, մի սինոպսիսներ ներկայացված, մեր մոտ ոնց էր պոլիտեխնիկից մի մասը երկրորդ կուրսից գնում էր սինոպսիս, ամեն մեկը որոշում էր ոնց որ իրա տենց ճանապարհը։ Ու միշտ տենց հիշում եմ կուրսով, խմբով, տենց ոնց որ գնում էինք Digitech-ին։ Այդ ժամանակվանից տենց լավ հիշողություններ ունեմ, հետո որ Pixart-ում էի, աշխատում, Pixart-ը միշտ տենց ամենաուժեղ բութերից էր ունում Digitech-ում։ Միշտ հետաքրքիր էր անցնում, տենց սիրուն բանը փորձում էինք տենց մաքսիմում ոնց որ կրեատիվ բութ ստանայինք։ Ու տենց փոթերն էր լավը միշտ չգիտեմ, անդե կարծեմ բանում որ անում էինք Մերգելյանում, սենց էսկալատորից սենց բարձրանում էր դեմը, տենց Pixart-ներ չեմ հիշում, որ տարիներ տենց մեծ բավականին բութ էր։ Դե այս տարի էլ կներես, այս տարի էլ Pixart-ը այդ տենց քո ասած թույն բութով է հանդես գալու, քվակը գծերը չբացենք, բայց Pixart-ը սենց ֆանտաստիկ բան անելու այս տարին, հենց որ պետքա գալու տեսնել։
Իսկ արդեն որ podcast-ը ես սկսեցի որպես բիզնես, մենք տենց առաջի օրերից հենց որոշում կայացրեցինք, որ մեր համար երբ որ մենք գումար ենք ծախսում, առաջնահերթությունը միշտ տենց օգտատերեր ունենալն է, revenue շատացնելն է, այսինքն focus-ը return on investment-ն է։ Ու այդ ժամանակ դե միշտ այդ խոսակցությունը կար, podcast-ը Digitech-ին մասնակցի, booth ունենա եւ այլն։ Ու ես ոնց որ մի կողմից էմոցիոնալ, որ ինքը տենց լավ event է, ինչ որ ձևով support անեմ, մեկը ինձ ասում էր, հա, կարելի է մասնակցել, գնաս, դու ես սիրում booth անես եւ այլն։ Երկրորդ կողմս ավելի պրագմատիկ, ասում էր, բայց podcast-ը օգտատերերը US-ում են։ Ստե booth անելը մեզ որպես բիզնես ոնց է բերելու return on investment, որտեվ կոպիտ ասած շատ է, որ նոր սկսում ես, չգիտեմ, ընդ ամիսը ընդհանրենք $5,000 բյուջե ունես, որով պետք է user բերես։ Հիմա այդ բյուջեն մենք փորձում ենք մաքսիմալիզացնենք, որ մաքսիմալ շատ ոնց որ user բերի։ Ճիշտ մարքեթի on-line ոնց որ channel-ների վրա եք ծախսում։ Հա, ու այդ առումով ու այն վաղ անցած տարիներին Digitech-ի ամենամեծ feedback-ը էր, որ ստարտափերը, որ գալիս են Digitech, ասեն շատ խամրած ոնց որ բութեր ունեն, ասենց բուջուր, սպիտակ, տենց որտեվ իրանք հնարավորություն ունեն, հա։ Իսկ օրինակ չնամ հնարավորություն ունեցողները Pixar-ը կամ դե չգիտեմ Telecom-ները, բանկերը, ասենց լույսերով բան, ու ստարտափները արդյունքում իրենց տենց մի քիչ ոնց որ կոմպլեքսացած են զգում, ես այդպես նեղվում էի որպես ստարտափանող, բայց կարամ վստահաբար ասեմ, այդ feedback-ը տեղ է հասել, արդեն անցած տարի է տեսա, ահագին տենց ավելի լավ էր, վստահ եմ այս տարի շատ ավելի լավ կլինի։ Եսի, հա, այդ feedback-ը ու ոչ միայն այդ feedback-ը վերջի как minimum 3 տարիների հա ընթացքում այդ բան համանախապակումներ հստակ տալիս ենք ու որպեսզի բոլորը կարողանան հավասար հնարավորություններով մասնակցեն։ Ինչ վերաբերում է բանին, return on investment-ին, հա, որ ասեցիր բանի տեսանկյունից, դրա մասին էլի ենք խոսել, բայց ուզում եմ մի հատ էս խոսենք, որտեվ երբ որ մենք դնում ենք նախ արի գնանք սկզբից բութի լոջիկը, հա, որպես այդպեսին Digitech-ը արդեն մենք 3-րդ տարին ասում ենք, որ էլ Expo չի դու որպես board-ի անդամ դրա մասին լավ տեղյակ ես, հա, այսինքն մենք նամանավանդ այս տարի, չնայած նախորդ տարի էլ ենք այդ process-ը արել ու մեր ոնց որ դիտողներին էլ հիշեցնեմ, որ ունենք կոնֆերանս շատ մեծ, ունենք ֆեստիվալի կտոր ու հենց ցուցահանդեսային հատված, այսինքն ինքը մի ամբողջ միջոցառում է, որ իր մեջ կոմպոնենտներ է ներառում ու շարունակում է ներառել։ Հետո տենց, այսինքն ոնց որ մենակ բութը չենք նայում որպես activity։ Երկրորդը մարքեթի տեսանկյունից, այսինքն եթե մարդիկ ուզում են Digitech կան, որ վերցնեն Հայաստանի մարքեթը, դա էլ ենք փոխել։ Հատկապես այս տարի, որ մենք ասում ենք, որ մենք չենք ասում եկեք Հայաստան, որ Հայաստանի մարքեթում ոնց որ բիզնես անեք, այլ ասում ենք եկեք Հայաստանում իրար հետ ծանոթանանք, բայց ծանոթանանք Հայաստանում ու ոնց որ աշխարհի բոլոր tech հայերին բերում ենք Հայաստան Digitech-ում, որ մարդիկ ստեղ ոնց որ արդեն 3-րդ տարին ենք մեծ networking event է։ Այդ ոնց որ մի քիչ բայց ես շատ խոսացի, հիմա խոսքը վերադարձնեմ քեզ։ Շարունակի Digitech-ի experience-ները։ Հա, դե տարումներով միանշանակ մեծ event է, դրա համար ես որպես մասնակից միշտ գալիս եմ, այդ networking-ը ինչքան հնարավոր է փորձում եմ անել։ Ստե ավելի շատ իմ բանը միշտ այդ booth ունենալ, չունենալն էր, որտեվ ոնց որ ներկայանալուց հաստատ մենք եք ուզենանք ոնց որ լավ ներկայանանք, իսկ լավ ներկայանալուց ոնց որ կուզենանք ամեն դեպքում ինչ որ ծախս անենք ու ինչ որ ներկայացուցչական լինենք Digitech-ի ընթացքում, այդ ժամանակ է պետքա մենք մեզ համոզենք, որ դրա return on investment-ը մեծ է, որտեվ կոպիտ ասած նույն բութը կարանք, չգիտեմ, US-ում ինչ որ հենց podcast-ing event-ի ժամանակ տենց ոնց որ ունենանք ու հնարավորությունները տենց անսահմանափակ չեն, որ բոլոր event-ներին մենք կարանք մասնակցենք, բայց իհարկե այդ նաև ինձ թվում է relevant է ինչքան մեծ է ընկերությունը, այսինքն ինչքան մեծանում ես, դու ավելի շատ մեծ բյուջեներ ես ունենում տենց բաներ անելու, որոշները okay, որ կարող է return on investment-ը տենց մեծ չի, բայց ինչ որ ավելի ուրիշ քո company-ից վեր նպատակ ունի, որ օրինակ չգիտեմ Հայաստանի tech էկոսիստեմը զարգացնել է եւ այլն, այսինքն դրա համար ես օրինակ շատ գնահատում եմ, որ լիքը ընկերություններ Հայաստանում ամեն դեպքում իմանալով կարող է իրանց ուղիղ դա ոչ մի բան չի տալի, բայց միշտ գալիս են, միշտ ներկայանում են, օրինակ Pixar-ը, միշտ տարիներով եղել է ներկայացել է ու հա, այդ մասով շատ հարգում եմ, որ այս տարի
Այս տարի մեծ մասնակցություն ունենք տարբեր ընկերությունների, շատ նոր ընկերություններ կան, որոնք երբեք չեն եղել Digitech-ին, կան եւ լավագույն այսպես ասածները, որոնք տարիների փորձ ունեն։ Շատ հետաքրքիր է հիմա ոնց որ փորձեմ մեծ դիտողներին հիշացնեմ, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում Digitech-ի 20-ամյակն ենք նշելու ու ոնց որ ասեց Երեք Սարգիսը Կարապետյան ասուլիսին Digitech ոնց որ օր ու գիշեր, այսինքն ժամը 10-ից մինչև 19:00 կոնֆերանսն ու բանն էքսպոնեն զուգահեռաբար իդեպ կոնֆերանսին շատ հետաքրքիր ու շատ լավ սպիքերներ ունենք, աջենդան մեր կայքում կա, զուգահեռաբար միանգամից 5 հոլերում տարբեր հենց կոնֆերանսային միջոցառումներ, ցուցահանդես, պլյուս art exhibition Meridian-ի ինչ են ասում գրիշին հայերեն չեմ հիշում, ու նաև երեկոյան արդեն 7-ից մինչև 11-ը live jazz հենց Meridian-ի մեր միջոցառման սրտում։ Բացի այդ նաև ունենք Տիգրան Համասյանի համերգը, կարծեմ ամսի 11-ին ժամը 10-ին է, բայց այդ նույն ինֆորմացիան էլի կգտնեք մեր էջերում ու կայքում։ Այսինքն ոնց տենում ես շատ հագեցած է հնարավոր ամեն ինչով, ինչ որ կարա լինի։ Այս տարի շատ եմ սպասում։ Ինձ թվում է տենց rave-ա լինելու էլի։ Հա, հենց rave-էլ after party ունենք, որը 24/7 ու տենց ինձ թվում է սենց էլ ասեմ, լավ կլինի լիքը art creative մարդիկ էլ կան, մենակ technology ոլորտից չգան, որ ավելի հետաքրքրացնեն ու ինձ թվում է շատ լավ անցնելու այս անգամ։ Ես նույնիսկ այնքան ոգևորված եմ, որ տենց travel ունեի նախատեսած, որ ամբողջ հոկտեմբերը պետքա տենց trip-երի լինեի, համ բիզնես, համ անձնական։ Հենց եմ նախատեսել, որ հենց 10-ից 12-ը ստեղ լինեմ, որ Digitech-ին գամ, միջև էլ եմ թռնում, դրանից հետո էլ եմ թռնում։ Բայց հոկտեմբերին Digitech-ին լինում է։ Հենց այդ օրերին ստեղ եմ լինելու։ Հա, ես գասի ասում հոկտեմբերին իմ համար միշտ հոկտեմբերը Digitech-ով է։ Իդեպ rave-ի մասով ու art-ի մասով, այդ մասով մի հատ ինֆորմացիա մենք մեր ֆեստիվալային կտորը անում ենք Ռամբալ Կոշեի community-ի հետ, որը որ ոնց որ ասում ենք որոշել ենք արտը ու թեքը, այսպես ասած, ամուսնացնել իհարկե ճակերտներով, այսինքն այդ երկու community-ները միասին թե after party ֆորմատով, թե ֆեստիվալի մնացած ուղղություններով լիարժեք ոնց որ ինտեգրվեն իրար, մեկը մյուսի ուղղություններին ծանոթանա եւ այլն, այդ մասը շատ high level-ով անում ենք։ Okay, ես ամենասկզբից ասելուց կետերը թե որ ուղղություններով պիտի խոսենք, ամենակարևորը մոռացա podcast-ը։ Մի քիչ պատմի, որովհետև մենք այս հարթակը օգտագործում ենք ոչ միայն Digitech-ի մասին պատմելու, այլ նաև այն ընկերությունների, որոնք գործում են ոլորտում ու ոնց որ ինքը ավելի լայն մասաների համար է, ավելի հասկանալի բառերով, ոչ մենակ tech էկոսիստեմի, թե ինչա podcast-ը ու ինչ կարելի է իր հետ անել։ Podcast-ը մենք սկսել ենք 2020 թվականին, հենց տենց COVID-ի սկսելու այդ COVID-ից հետո, երբ որ տենց podcast-ները սկսեցին զարգանալ, podcast-ը նայած ուղղություն էր, որ հələ 2008 թվից ոնց որ ինքը սկսել էր, առաջին մարդկանցից որ podcast-ի մասին խոսացել էր, այդ Steve Jobs-ն ա եղել, երբ որ iPod-ը հանում էր, ինքը ոնց որ խոսում էր, պատկերացնում եք, ոնց որ iPod-ի մեջ ունենանք տենց շոուներ, որ մարդիկ խոսան, ոնց որ broadcast անեն, ու տենց եղավ էլի iPod broadcast, այսինքն iPod-ի մեջ կարողանաս broadcast արած ռադիոյի կոնտենտ լսես։ Խոսքը voice-երի մասին է, չէ՞, voice-երի մասին է։ Ու այդ ժամանակ լիքը մարդիկ սկսեցին, բայց podcast-ը տենց պոպուլար չդառավ, ոնց որ շատ քիչ մարդիկ էին, ինքը ավելի տենց նիշ ինչ որ կոնտենտի տեսակ էր։ Տենց COVID-ը երբ որ սկսեցին, մի քանի շատ մեծ COVID-ը սկսեց, շատ մեծ podcaster-ներ եղան, ու միջև այդ որ սկսել էին, օրինակ Joe Rogan-ը, որ տարիներով անում էր, բայց տենց պոպուլար չէր առանձնապես։ Տենց լիքը podcaster-ներ սկսեցին ավելի պոպուլար դառնալ, շոուները մեծանալ։ Ու ես էլ այդ COVID-ի ժամանակ սկսեցի տենց podcast-ներ լսել, ու զգացի, որ այս հիմիկվա մեդիա դաշտը ինչ կա, տենց կարճ կոնտենտը, որ դու նայում ես Instagram-ով, չգիտեմ, Facebook-ով, YouTube-ում շորտերը, մի տեսակ տենց գժվում ես, դեպրեսիայի մեջ ես ընկնում, որտեղ անիմաստ բաներ ես նայում, որի մեջ տենց միս չկա, իմաստ չկա, ինչ որ խորություն չկա, վստահություն չկա այդ կոնտենտի նկատմամբ, ոնց որ սա սուտ, սա անկապ ինչ որ բաներ, հա։ Ու շատ է։ Ու շատ է։ Ու սկսեցի ես իմ նորությունները, ինֆորմացիան, հետաքրքրասիրությունը ոնց որ podcast-ների միջոցով սպառել ու նայել։
Բայց այն մտքովս անցավ, ասի, ոչ ոդքասթները ոնց են запись անում, ոնց են edit անում, ոնց է production-ը, ոնց են host անում, ոնց են տարածում։ Հասկացա, որ այդ բան ոնց որ ոչ մի software չկա օգնել podcaster-ներին օգնելու։ Նորմալ կան տենց հին, որ պետք է հասկանաս, տենց մասնագետ լինես, լավ միկրոֆոն առնես, լավ կամերա, հա, այս setup-ի նման ավելի շատ։ Ունենաս, չգիտեմ, editor, որ podcast-ից հետո edit կանի, publish կանի, ու flow-ն է բավականին տենց մեծ workflow կա, էլի տենց մի քիչ լիքը բան պետք է անես, որ կարողանաս անես։ Ասեցի, բայց ինչի է, որ չգիտեմ, օրինակ Instagram նկար ես ուզում գցես, չգցնում ես, մի հատ էֆեկտ ես դնում, գցում ես, իսկ podcast-ը սենց լիքը աշխատանք պետք է տարվի։ Ու որոշեցինք տենց պլատֆորմա ստեղծենք, որի միջոցով տենց ավելի կհեշտացնենք մարդկանց ու ավելի շատ մարդ կանի։ Այդ workflow-ն կրճատվում է, թե ավելի հեշտացվում է։ Ավելի համ հեշտացվում է, համ ամբողջ workflow-ն կարաս մի product-ի մեջ անես։ Օրինակ մեր մոտ մեծամասնությունը podcast-երների offline չեն անում, sense չեն նստում իրար հետ խոսում, հենց online են։ Call-ով են կպնում անում են, որ այս ծախսը չտենան ու ոնց որ լավ է։ AI-ով տենց հատուկ գործիքներ ունենք ստեղծած արհեստական բանականությամբ, որ իրական լավ միկրոֆոնի կարիք դու չունես, հենց տենց կոմպիտ միկրոֆոնը քեզ լրիվ հերիք է, հետո նենց ես անում, քո սաունդը լավ անում է, լավ վիդեո կամերայի կարիք չունես, ոնց որ արհեստական բանականությամբ մենք վիդեոն enhance ենք անում, նենց որ ոնց որ լավ կամերայով նկարած լինի, նույնիսկ տենց cinematic blur effect ունենք, որ կամերա որ cinematic effect ես ուզում ստանաս, տենց bokeh կոչվում, որ մարդը առաջ կա, background-ը հետ կնա եւ այլն, այդ սաղ կարող ես մեր մոտ արհեստական բանականությամբ ստանաս, ամնա տենց հավես մասերից մեկը այնա, որ մի ոնց որ կնոպկով սաղ պլատֆորմաներում տարածվում է podcast-ը, դու տենց շատ գործ չունես անելու, ու մի էլի տենց կնոպկա սխմելով սաղ ոնց որ content-ը repurpose է լինում, այսինքն կլիպեր ենք սարքում փուճուր քո content-ից, Reel-էր, թե reel-էր, սաղ ֆորմատներով սարքում ենք։ Օհո։ Գաս տենց մի անգամից քաշես օգտագործես։ Ժորտան, մենք հաջորդը on-line ենք անում, ինձ որ մերսի, բայց իրականում այս ֆորմատի համար էլ է աշխատում, եթե օրինակ այս բանի փոխարեն ռեկորդերի փոխարեն ուղղակի կոմպ դրած լինեինք, կարանք միկրոֆոնները պրամոյի տենց միացնեինք ու սկսենք զապիս անել հենց մեր պլատֆորմի մեջ։ Այսինքն sense հարցը դա մենք կարայինք այս ամեն ինչը չանեինք, դու չգայիր հասնեիր ստե ֆիզիկապես, ես ու դու վիդեո քոլով կոպիտ ասած կպնեինք, չէ, ու այդ ամեն ինչը տեղի ունենար։ Վերջում ես save անեի, ինքը գնար բոլոր channel-ներում եթեր ու վերջ։ Աուրան այսքան լավը չէր լինի։ Ինչ որ առավելություններ կան, բայց նույնիսկ այս setup-ով մենք ոնց որ support ենք անում, օրինակ մի քանի կամերա կարելի է կպցնել կոմպին, նույն միկրոֆոնները կպցնել, ու էլի ես նույնը ամեն ինչ ստանալ, ուղղակի մի անգամից որ ռեկորդ ես անում, վիդեոները, սաղ ռեկորդինգները, սաղ աուդիոները մեր պլատֆորմայում հայտնվում է։ Ինքը արդեն կարաս էդիթինգը սկսես էլի։ Virtual Studio չի, չէ, կամերաները, այսինքն real կամերաները, ֆիզիկական կարաս կպցնես։ Հա, հասկացա։ Այսինքն այս setup-ն է ունենք, բայց մեծամասնությունը այս setup-ով չի մեր մոտ, բայց այս setup-ն էլ է աշխատում։ Աուրայի մասը շատ լավ ասեցիր, արի մա տենց կարճ swot անենք, էլի, փորձենք հասկանանք on-line ու off-line-ի մասով, որտեվ իրականում podcast-ը ոնց ասեցիր Jobs-ից սկսած, ինքը գնացել է voice-երի վրա, չէ՞։ Որ ընկերություններ, որ տենց լավ Spotify, որներ, որ voice podcast-ի առաջատարը։ Սթրիմինգը Spotify-ն էր առաջիններից, բայց միշտ Apple-ն էլ ա եղել, Google-ն էլ ա եղել, ուղղակի որ պոպուլար չեն եղել, բոլորը ունեցել։ Իսկ on-line-ներում վիդեոների տարբերակում ովքեր են հիմա։ Վիդեոն, вообще ամենամեծ հիմա podcast-ինգի պլատֆորման, որ տենց մարդիկ շատ չեն խոսում, մարդիկ միշտ պատկերացնում են podcast, պատկերացնում են audio, պատկերացնում են առաջնահերթ Spotify, ոնց որ Spotify-ում գնանք տենց podcast լսենք, բայց եկամ ամենամեծ պլատֆորման ամենաշատ podcast-ները այդ YouTube-ն է։ Հա, այդ ավելի վիդեո ոդքասթը թե վլոգինգը։ Մեծանցությունը վիդեո հենց ոդքասթներ են։ Հա։ Ոնց որ ու հիմա sense մի հատ նոր գիծ կա, որ մարդիկ սկսել են, մենք դրան ասում ենք long format content, այսինքն երկար content, այսինքն այն ինչ որ short չէ, ինչ որ իմաստ ունի, բովանդակություն ունի, ու դու կամ մենակով ես խոսում կամ մի քանի հոգու հետ, հիմա մարդիկ չեն հասկանում այդ podcast-ա թե podcast չի։ Մենք ոնց որ ասում ենք podcast-ա, որտեվ մենք podcast-ը տենում ենք որպես երկար ֆորմատ, որտեղ դու ինչ որ իմաստ կա քո խոսակցության մեջ, այսինքն կարևոր չի, մենակ ես երկուսով եք, ոնց որ էական չի, ինքը մեր համար podcast է, դրա համար մենք ես վերջի տարիներին սկսել ենք support անել ցանկացած տիպի մեծ երկար ֆորմատի վիդեո ու աուդիո։
Այսինքն կլինի audiobook, կլինի այտենց կրթական content, կլինի ինչ-որ մեկի այտենց խոսակցությունը, ուղղակի կամերայի առաջ, այս ցանկացած բան, որը ոնց որ ավելի շատ բովանդակություն ունի մեջը, ոչ թե նպատակը կարճ ու արագ այտենց view-ներ հավաքելն է։ Խոսքը ձայնի ու վիդեոյի մասին է, տեքստ չենք նախատեսում, այդտեղ ոչ մի կերպ, տեքստը ոչ մի կերպ չի տեղավորվում podcast եզրույթի մեջ։ Տեքստը սենց է, դու որ podcast արեցիր, podcast-ի ընդհանրապես երկար կոնտենտի ամենահավես ու ամենակիրառելի մասը ինչն է, ընկերությունների համար, մարդկանց համար, ձեր համար, որ մի անգամ իրան ռեկորդ արեցիր, չէ՞, մենք հիմա սենց խոսում ենք, պատկերացրու մի ժամ, 2 ժամ, շատ դեպքերում 3 ժամ խոսացինք։ Հիմա դու այդ կոնտենտը կարաս մի անգամ սարքես, տարիներով դու իրանից կարաս կոնտենտ ստանաս։ Ոնց։ Դու կարաս լիքը շորթեր կտրես տարբեր իմաստալից, եթե հետաքրքիր է հերոսը, որը խոսում ես, այդ կդառնան երկար թեմաներ։ Իրանից կարաս տեքստ ստանաս, լիքը փոքր բլոգերի կոնտենտներ իրանք կարան դառնան։ Դու ժամանակ առ ժամանակ այդ կարաս share անես, մի հատ էլ հետաքրքիր բան, ոնց որ դու կարաս հիմա օրինակ մենք ռեկորդինգ ունենանք, մենք ինչ որ բանից խոսանք, չէ՞, չգիտեմ, podcast-ից ենք խոսում կամ Digitech-ի ինչ որ կարևոր կտորից ենք խոսում, մի տարի, 2 տարի մեր խոսացած ինչ որ բանը տրենդային է դառնում։ Դու կարաս հետ գնաս, քո կլիպերը այդ որ սարքել ես, ասենք, չգիտեմ, 100 հատ կլիպ ես սարքել մի հատ 3 ժամից, գտնես այդ ինսայթները ու նորից սկսես տարածել։ Այսինքն podcast-ի առավելությունն է, թե դու շատ long format-ի content սարքես, քեզ ինքը անընդհատ content է տալի, անընդհատ reel-երի, short-երի, social-ների, անընդհատ դու content ունես, անverջ կարաս գցես։ Ու այդ սաղ մենք կարող ենք podcast-ում ունենանք։ Այդ սաղ դուք podcast-ում կարող եք ունենաք։ Իսկ ինչ փաթեթներ են գործում։ Դե ինձ թվում է ձեր համար անվճար փաթեթներ։ Member to member discount-ը կամենք։ Okay, թույն, իրականում նայ, ես էլ այդ որ թվականներ 20, 22, 21, ոնց որ հենց 20-ականներից հետո էր մի անգամ տենց ինձ շատ ստիպելով Facebook-ով live եմ մտել, որտեղ մենակ խոսալը շատ դժվար է, չէ՞։ Երկու հոգով գոնե տենց պասերով լնում մենակ խոսալը ահա որ դժվար է։ Չեմ հիշում ինչ թեմա էր, կարծեմ բիզնեսի հետ կապված ինչ որ օր էի, չեմ հիշում։ Ու ահա որ դժվար էր։ Այդ առաջինն էր Facebook live էր, տակից հարցեր էին գրում, տենց ստրես էր մի այլ տիպի։ Ու հետո հասկացա, որ դա խնդիրը բանի մեջ է, ոնց որ ավելի շատ բովանդակության պատկերացման մեջ է, թե դու ինչ ես ուզում տաս, որտեվ դու հենց սկզբից չգիտես աուդիտորիա ով է հավաքվելու։ Այսինքն դու եթե live-ի կնոպկա ես խփում, channel-ներում, social channel-ներում, դու չգիտես ովքեր են լինելու ու ինչ հարցեր կարող է տան, այսինքն դու ինտերակտիվ շփվում ես։ Այս դեպքում ոնց հասկանում դու արդեն նախապես ընտրում ես թեման, թեմայի շուրջ արդեն content-ը սարքում ես ու live չես տալի, միջև ոնց որ իրան վերջնականացնես ու արդեն դաժե channel-ը ընտրես, օրինակ գիտեմ պայմանական այդ բովանդակությունը մենակ պետքա LinkedIn-ում գնա, հա, օրինակի համար, այսինքն այդ էլ ունենք։ Դու դու կարող ես live podcast ֆորմատը ստանաս, բայց իրան հեռարձակես կամ publish անես քո ուզած channel-ներում, քո ուզած աուդիտորիաների վրա ու արդեն մնացած։ Թույն, բայց հաճեր որ առաջի անում։ Առաջի 6 ամիսն է դժվար։ Մենք ինչ ենք նկատել, որ ոնց որ մենք դե պլատֆորմայում տենում ենք մարդիկ ոնց են օգտագործում, ինչքան են մնում ու հասկացել ենք պլատֆորմայից, պրոդուկտի լավ լինելուց որակից անկախ մարդիկ որ ոդքասթը սկսում են, ամենամեծ դրոփը լինում է հենց առաջի ամսվա մեջ, այսինքն 1-2 էպիզոդ անում են, ու տենց հիասթափվում են, ասում են, չգիտեմ, մեր ուզած քանակի view-երը չկա, կամ չգիտեմ, դուրները չի գալի, դժվար է եւ այլն։ Ով առաջի ամիսը անցնում է, հասնում են մինչեւ ամիս 6, հետո 6-րդ ամիսը ամենամեծ դրոփն է, սկսում են տենց էլի չանել, ով անցնում է այդ 6 ամիսը, տենց անվերջ մնում է։ Սկսում է շարունակել անել։ Ինչի է տենց, որտեվ մոտավորապես մի 6 ամիս իրականում տևում է, միջև ոդքասթը լավանա, որտեվ մի քանի տենց տարբեր հանգամանքներ կան։ Մեկը որ առաջի ամենակարևորը դու երկար ես անում, ավելի դու ինքդ կոմֆորտն ես դառնում, կոնտենտը տա լավանում, հասկանում ես ինչ տիպի մարդկանց բերես ավելի լավ կաշխատի ոնց կլինի, այդ ժամանակը քեզ պետք է իրան լավացնելու համար։ Երկրորդը, երբ որ դու ամեն շաբաթ գցում ես YouTube, Spotify ամենտեղ, ալգորիթմները սիրում են, որ դու տենց consistency ունես, էլի միաժնույն ժամանակ, տենց հետևողական անդադ գցում ես, սկսում են ավելի շատ քեզ ցույց տալ։ Հետո
podcast-ների տարբերություն կարճ կոնտենտի, քո նպատակը ինչ որ դու միլիոնավոր լսողներ ունենաս, ոնց որ կոպտասը 1000 լսողը podcast-ի շատ ավելի արժեքավոր է, քան միլիոն view-ն ինչ որ short-ի Instagram-ում, որտեղ այդ short-ը sense մի անգամ թերթեցին, մոռացան կյանքում չեն էլ հիշի ով է, ինչ է, իսկ այդ 1000 հոգին որ գալի քեզ ամեն շաբաթ լսում է, ոնց որ դու իրանց մոտ վստահություն ես ներշնչում, իրանք քո հետ են, ոնց որ engage լինում, քո հետ են արդեն քեզ են ուզում լսեն, դառնում են, տենց մենք ասում ենք top fan, դառնում են իսկական ֆանատ, իրական, քեզ ճանաչում են։ Ու այդ 1000-ից 2000, 3000, հետո 10000, այդ 10000 արդեն շատ լուրջ թիվ է։ Դու ունես 10000 շատ engaged մարդ։ Ոչ թե դու ունես տենց միլիոնավոր մարդ, որ քեզ չի ճանաչում, բայց ինչ որ reel-ը ուրիշ reel-երի հետ ընթացքում տենց scroll արի։ Ոնց որ short-ը շատ լավ է այդ reach-ի համար, այսինքն որ շատ մարդ տեսնի, որ դու կարողանաս բերես քո մոտ։ Բայց ում որ բերեցիր ինքը մնաց ու քեզ շարունակեց լսել, այդ իրական ոնց որ տենց ֆանատներն են, որոնք իրական արժեք ունեն։ Այդտեղ բովանդակությունը կարևոր է, չէ՞։ Բովանդակությունը շատ կարևոր է ու շատ engage պահելու։ ու շատ կարևոր է գտնել մի հատ նիշա, որը տենց յուրահատուկ է, որից դու լավ ես ու որից կարաս տենց նիշ աուդիտորիա բերես, որ իրանք մենակ քո մոտ կարողանան այդ տեսակի բանը լսեն ու շատ մարդիկ նույնիսկ տենց մարդու հենց աուտենտիկության համար են ոնց որ գալի լսում, որտեղ մարդը ուղղակի հետաքրքիր մտքեր է արտահայտում ինչ որ ոլորտներից, որից կամ հասկանում է, կամ հետաքրքրված է եւ այլն։ Իսկ անընդհատ անելն է, այդ է։ Պետք է անընդհատ անես, հասկանաս ոնց որ ինչն է աշխատում, ինչն է մարդկանց դուր գալի, որտեղից դու ես լավ զգում, որ տենց բաներից ես խոսում, որտեղից դու ես ինքդ էլ ոնց որ podcast-ի նաև կայֆերից մեկը այն է, որ դու էներգիա ստանաս այն ինչից որ անում ես, այս podcast-ները, ասենց եթե չեմ լավ հյուր ես ունենում կամ լավ խոսակցություն ալում, ինքդ առաջնալին տենց ահավոր ուժեղ էներգիա ես ստանում, երբ որ տենց հետաքրքիր մարդկանց հետ ես շփվում։ Հենց այդ ասածիդ մասով ասեմ, որ հենց նոր լիքը լավ էներգիա ստացա ու կարևորը լիքը բան խորհրդատվություն, համ մասնագիտական խորհրդատվություն, թե ոնց պետք է անել։ Ու լիքը բան զգացի, որ մենք մի քանի բան անում ենք այդ consistency-ին պահելու համար ու մի քանի ուղղություններում էլ գործ ունեմ անելու, ոնց որ homework ունեմ, այս Digitech-ից հետո պետք է նստել դրա վրա աշխատել։ Հայաստանում քանի user ունեք, եթե թիվը բացա կարելի է ասել։ Չասած ինձ որ հեսա գրանցվելու է։ Ասած ամոթաբես չգիտեմ, ինձ թվում է տենց բավականին քիչ։ Այդ նրանից է որ հարցրեցի Digitech-ի մասով, ասեցիր Հայաստանում մարքեթ չունենք, մտածի կարող է եւ այդ թվերը գիտես։ Չէ, Հայաստանում դե վստահ եմ որ տենց շատ քիչ է, որ մեծ լիներ, կիմանա։ Մենք սենց ոնց որ մի հատ տենց chart ունենք, որտեղ սենց քարտեզն է աշխարհի, որտեղ գույներով տենց որտեղ շատ են մարդիկ, տենց մուքա գույները, որտեղ չկան բացա, Հայաստանը տենց գույնե չունի, այսինքն ինքը շատ բաց է, այսինքն տասնյակ տենց մարդիկ են էլի 10-20։ Հիշես, այս շաբաթ մի հատ ինֆո նայես 10։ խնդիր։ Տենց հետաքրքիր է։ Ուզում եմ հասկանամ, օրինակ մենք ունենք այս ֆորմատով բաներ, հա, գործընկերներ, որոնք որ տարբեր հետաքրքիր նյութեր շուտկի հրապարակում են վիդեո ֆորմատով, բայց կան արդեն user-ներ, որոնք որ անցել են օրինակ ձեր գործիքին ու իրանք այդտեղ իրանք կոմֆորտի են։ Օրինակ Հայաստանում The Big Story podcast-ը թե կհիշես մեր VC, մենք դե podcast-լով ենք ամբողջությամբ անում, բանը Դավիթը Կրիսպի podcast-ը իրանց Voice AI-ի մասին, լրիվ podcast-լով է անում, podcast-ի միջոցով է անում, այսինքն տենց կան օգտատերեր, ում ես եմ անձամբ ճանաչում, բայց հա Big Story-ից կպատմես մի քիչ։ Big Story-ին, հա, venture-line ֆոնդար սկսել ենք ես, Կրիսպի համահիմնադիր Արտոն Մինասյան ու Դավիթը։ Ոնց պատմությունը սկսեց, մենք առանձին տենց հրեշտակ ներդրումներ էինք անում, ես Արտոն Դավիթը տարբեր ընկերությունների մեջ, ու մենք մի հատ մեծ ներդրող ունեինք, որ ներդրում էր արել համ մեր ընկերության մեջ, համ Կրիսպի մեջ ու տենց ինքը եկել էր Հայաստան, հանդիպել էինք իր հետ ու պատմեցինք, որ մենք տենց հրեշտակ ներդրումներ ենք անում եւ այլն, սենց ինքը ողջավորվեց, ասաց իսկ ինչի տենց venture-line fund չեք ուզում ստեղծեք, մանավանդ տենց ընկերները եք իրար հետ առանձին անում եք, մեզ այդ միտքը ողջավորեց, ասցինք ինչի՞ չէ, ոնց որ սկսենք մենք էլ անենք ու նպատակը ինչն էր, նպատակը ոնց որ ստեղծել ֆոնդ, որը ավելի տենց
հիմնադիրների համար բացի գումարից կարա ուրիշ արժեք է ստեղծի, քանի որ մենք 3-ը հիմնադիրել ենք, ինչ որ փուլերով անցել ենք, ընկերությունները աճացրել ենք, որ մենք կարողանանք ռեալ պրակտիկ օգուտ տանք ու ֆոնդը ստեղծեցինք դրա շուրջ, որ բացի գումարային ներդրումից մենք կարանք ոնց որ իրական օգնություն ցույց տանք նաև ստարտափներին ու ողջավորությունը այդտեղ էր, որ մեզ հետաքրքրող ընկերությունների մեջ ներդրում անենք ու մենք կարող ենք նաև տենց օգնել ու հիմնականում ներդրումներ ենք անում ինչ որ հայկական անկյուն ունեցող ընկերությունների մեջ, այսինքն կամ հայ համահիմնադիր կամ Հայաստանում թիմ պետք է անպայման լինի, որպեսզի մեր մանդատի մեջ մտնի, որ ներդրում անենք ու մի հատ է շատ լավ բան, որ մենք ֆոնդը սկսեցինք, արդեն ոնց որ ֆոնդերի քանակը մի քիչ մեծացավ ու հնարավորություն ստեղծվեց, որ ստեղի լոկալ Հայաստանում սկսող ընկերությունները առաջի ֆանդինգները բավականին մեծ լինեն։ Առաջի ռաունդները ստեղից վերցնեն ու մեծ, եթե առաջ մաքսիմում ամենամեծ ռաունդը, որ ստեղանում էին, չգիտեմ, 50,000-ներ, հիմա հնարավորություն ունեն մարդիկ մինչև $1 միլիոն Հայաստանում ներդրում վերցնել, թիքետը չէ։ Ռաունդը, հա։ Մեր թիքետների սայզերը տենց միջինում 200,000-ի կարգի են, բայց լինում է նաև տենց 200-ից 500,000, տենց տարբեր։ Հիմա ունեք արդեն։ Շատ ներդրումներ ունենք արդեն։ Կան կարող ես անուններ տալ, եթե 20 ներդրում մոտավորապես ունենք։ Շատ ընկերություններ կան, տենց չեմ ուզում անունները տալ հիմա, որովհետև տենց եթե ինչ-որ մեկին մոռանամ կամ քիչ ասեմ, մարդիկ ասել են երևի այս ընկերությունը շատ է սիրում, բայց կարա գնաք bigstory.vc ու պորտֆելը նայեք։ Այնտեղ սա պորտֆելը կա, երևում են ընկերությունները, շատ իրականում տպավորված եմ ընկերություններով, ինչքան լավ բաներ են ստեղծում մարդիկ։ Այսինքն բացի հենց ֆինանսական ներդրումից նաև learning-ով է կիսում, չէ՞, երեքով այսինքն դեր անցած ճանապարհը, որ փուլում ոնց պետք pitch deck-ը ոնց պետքա սարքել, քանի րոպեում պետքա տեղավորվել են ամենասովորականից միջև ամենաբարդ process-ները տանում եք։ Շատ լավ է։ Քանի այս պահին VC կա Հայաստանում։ Հայ անկյուն ունեցող VC։ Կարող ինչ որ որոշներին բաց թողեմ, բայց տենց եթե հանդից նոր սկսեմ, Granatus VC Smartgate, Formula VC, Triple S, Big Story VC։ Ես այսքանը գիտեմ, որ տենց հրեշտակների ինչ որ խմբեր կան, հա, ոնց որ բանան, ինչ որ ուրիշ խմբեր կան, բայց VC-ները այկայից նարին հյուրընկալել եմ մեր մոտ։ Բայց venture-ային ֆոնդերը ոնց որ այսքանն են, բայց մեր էկոսիստեմի չափի համար այդ արդեն ահագին շատ է ու ամենալավ բանը, որ մենք ոնց որ US-ում օրինակ կամ Եվրոպայում շատ են ֆոնդերը ու իրենց մեջ ավելի շատ մրցակցություն է, հա, ով հասցնի, որ ռաունդի մեջ մտնի եւ այլն իրար հետ պայքարում են, մեր մոտ ավելի շատ կոլաբորատիվ է, քանի որ մենք քիչ ենք, մենք ուղղակի հնարավորություն ենք ստեղծում բոլորս միասին մեծ ռաունդի հնարավորություն, որ իրար հետ համագործակցենք։ Մի քանի VC-ով մի ընկերության մեջ ներդրում եք անում։ Մենք շատ օրինակ տենց ընդհանուր ինվեստմենտներ ունենք Formula VC-ի հետ։ Մեծամասնությունը մեր պորտֆելի ու իրանց պորտֆելի կրկնվում է, ոնց որ ինչ որ դեպ 23 թվին Digitech-ում տաղավարային մասնակցություն կար Formula-ի ու բանի, հենց նույն տաղավարում կիսած էր երկու VC-ներն էլ կային, հիշեցի։ 23-ներ, թե 23-ներ։ Հիշեցի։ Okay, գանք UAT մեր Armenian Tech Ecosystem, այդ մասով ինչ կասես, ինչ կպատմես, ինչ կկիսվես։ UAT-ից դե ես բորդի անդամ դառա այս տարի, առաջի իմ տարիներ։ Տենց մի քիչ անսպասելի դառա, չէի տենց մտածում որ կարող է ինձ ընտրեն բորդի անդամ, բայց ինձ թվում է ինչ որ պատճառ կար, որ դառա։ Ես ինձ շատ ոնց որ դառնալուց հետո բավականին տես կոմֆորտ եմ զգում բորդի հետ ու ինձ ինչն է դուր գալի, ինձ ամենաշատը դուր է գալի, որ թիմը զգացվում է որ ուժեղ է բավականին ու իրական բորդից անկախ կարողանում է execute անել, որը տենց ամենակարևոր բաներից է։ Բորդի մասով է մենք ինչքան հնարավոր է ոնց որ գիտելիքով, փորձով, feedback-ով փորձում ենք կիսվել, որպեսզի ամեն ինչ ճիշտ ուղղությամբ լինի։ Բայց ընդհանուր առմամբ ես միջև բորդի անդամ դառնալը տենց ավելի սկեպտիկ էի UAT նկատմամբ։
Այսինքն նպատակների արդյոք ինչ որ մեծ արժեք ստեղծում ես լսել եմ դրա մասին։ Եվ այլն, հա, բորդ դառնալուց հետո ինձ թվում է նաև համընկել է, որ վերջի 2 երևի 3 տարին Համես Սարգիսի ղեկավարությամբ ոնց որ լիքը բան փոխվել է։ Ես այդ որ ներսը չէի տեսնում, իմ մոտ UAT-ն ավելի մի քիչ տենց միջև այդ տպավորություններն էր, բայց միանշանակ տենց վերջի 2-3 տարի մեջ տեսնում եմ բավականին տենց զարգացում UAT-ի, ընդհանրապես Հայաստանի tech էկոսիստեմի սենց գիտես ինչ մի հատ հետաքրքիր բան կա, երևի միջև այս վերջի 3-4 տարին տենց բավականին մեր tech էկոսիստեմը տենց սայլոների մեջ էր, ամեն մեկը առանձին ոնց որ իր կյանքով, առանց իրար օգնելու, սենց այս վերջի 3 տարիներն է, որ սկսել է զարգանալ այդ ռեալ իրար օգնելը ու նաև ընկերությունները տենց չամաչել իրարից օգնություն ուզել, խոսալ, հանդիպել եւ այլն։ Ինձ թվում է այդ հենց ոնց որ լավ tech էկոսիստեմները, Սիլիկոնային հովտում կամ հիմա արդեն Եվրոպայում հենց այդ դրանով են տարբերում, այդ network-ով, իրար օգնելով, իրար support անելով, իրարից սովորելով, նույնիսկ տենց մրցակիցները մեր մոտ սենց է, մի քիչ տենց զգաս, որ ինչ որ մրցակցային բան է, սենց կյանքում չես հանդիպի այդ մարդու հետ, շփվես, նույնիսկ դու որ Հայաստանում ես ինքը դուսնա, մտածում ես ոնց իմ մրցակիցն է։ Իսկ դա մրցակիցները նույնիսկ իրար հետ տենց ամեն օր սուրճ են խմում ու իրար սենց մի տեսակ ավելի շատ push են անում, որ մեկը մյուսին անցնի, մեկը մյուսին բան անի։ Հետ շատ լավ բան է։ Ընդհանուր տենց զարգացման բան է։ Մեր մոտ ես նկատում եմ թե UAT-ին, թե tech էկոսիստեմը, որ այդ feedback ստանալ, ընդունել, առաջ գնալով զարգանում է, որտեվ ամենադժվար ու ցավոտ իմ համար բաներից տարիների ընթացքում միշտ եղել է, որ մեր լոկալ էկոսիստեմում ցանկացած feedback, որը կարա օգնի աճի, միշտ ընդունվել է ընդհակառակ որպես վատ բան են ինձ ասում, նայ տեսնես ինչ ասես, քլնգում են ու մարդիկ է սենց ավելի շատ միշտ ուզում են նկարեն սիրուն պատկեր, որ անսխալականը մենք սաղ ճիշտ ենք անում, մենակ խոսալ լավից, տենց եւ այն չեն ֆաունդերները, որ իրար հետ հանդիպում են, մենակ լավ բաներ են ասում, չեմ գործերս լավ է, թիմս 100 հոգի է դառը, այս արինք, այն արինք, իսկ իրական արժեքը ոնց որ այս խնդիրը մենք ունենք, չենք կարող լուծենք, իրար հետ ոնց լուծենք, դու ինչ կարծիք ունես, դուք ինչ եք արել այս իրավիճակում, այս տեսակի խոսակցություններն ավելի ոնց որ կոպիտ ասած համեստ ու խնդիրներից խոսակցությունները ու բաց լինելը, ընդ որ ցանկացած feedback ոչ թե քո այդ գեղեցիկ պատկերը փչացնում է, այլ օգնում է, որ այդ պատկերը ավելի իրական, ավելի խորը, ավելի տենց մենակ մակերեսային չլինի, էլի ոնց որ խորություն մեջ լինի։ Դա համար ես իմ խայսաթով ահավոր սովորեմ օրինակ, ոնց մտածում եմ, տենց ասեմ, իհարկե տենց փորձում եմ նուրբ, տենց ահավոր չեմ բան անում, բայց ոնց որ ասել ուղիղ, երբ որ ինչ որ բան է արվում, որտեղ ես օրինակ չեմ տենում արժեք, տենում եմ լիքը աշխատանք, որը լավ է, բայց չեմ տենում, որ ոնց որ ռեալ արժեք է ստեղծվում, output։ Ու ես նկատել եմ, որ այս, չգիտեմ, Սարգիսի հետ շփվելուց, թիմի հետ շփվելուց կամ UAT board-ի ժամանակ, ոնց որ ասածները տենց օթում չեն կորում, այսինքն ինչ որ բաներ արվում է։ Նույն չէ, որ Digitech-ից որ խոսացինք, այդ ստարտափների բութերը տենց սպիտակ տենց սովորական լինելուց ոնց որ ինչ որ բանա փոխվել ոնց է ընդհանրապես տրվում տեղերը, այսինքն feedback-ի ընդունելով աշխատելը, այդ ոնց որ ամենամեծ progress-ն է։ Ու այդ մենակ չեմ ասում որ իմ feedback-ը արվեց, բայց ընդհանրապես բոլորի տենց բոլորի անդամների մնացի feedback-ը միշտ հաշվի առնվում, որը շատ գնահատելի է ու իմ համար կարևոր բաներից է։ Ես ինձ օգտակար եմ զգում UAT-ում, եթե ես ինչ որ բան կարողանում եմ ասել իմ կարծիքը արտահայտել ու տեսնում եմ, որ փոփոխություն կա դրա շնորհիվ։ Շատ հետաքրքիր բան ես ասում, իրականում այդ feedback-ները հատեղ են հասնում, ու ոչ բոլորն են հնարավոր տեղում իրականացնել, շատերի համար կա նաև ժամանակի բան, որ պետք է գալ դրան ունենալով համապատասխան ռեսուրսներ, ժամանակ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ, եթե ես է փորձեմ, հա, բան անել, այդ feedback-ի կարիքը մենք միշտ ունենք, որտեվ մենք ներսում ուրիշ ձև ենք այդ տեսնում, դուք կողքից թեկուզ կարող է ուրիշ ձև տեսնեք ու միշտ պետք է այդ կարծիքները համադրել, էլի երբեք հնարավոր չի, որ մի հոգին կամ մի խումբը տեսնի ամբողջ բանը, հա, սպեկտրը, որը լրիվ նորմալ է։
ու բնականաբար թեյություններով կիսվելը, օրինակ մենք այսօր Digitech-ով միտինգ ենք անում, տենց մի քանի բան տենց խորը կիսատա, հեսա այս նկարանումից գնում ենք էդի կարգավորենք ու ես դաժե ուրախանում եմ, որովհետև մենք հիմա այս Digitech-ը մինիմում 2 անգամ մեծ է նախորդից բոլոր պարամետրերով։ Իսկ պատկերացնում ահռելի աշխատանք է, ինչքան 30,000 30,000 այդ նախատեսում ենք նախորդ տարի 27 ունեցանք, այս տարի 40 ենք նախատեսում, բայց այդտեղ վիզիտորների հարցը չի մենակ, այսինքն միջոցառումների քանակը, բովանդակությունը, որակը վերջի 3 տարվա մեջ 24-ին կրկնապատկվեց, հիմա եթե համեմատենք 23 թվականի հետ 4 անգամ է մեծացել, այսինքն բոլոր ուղղությունները 4x-ները ոնց որ կոնկրետ Սարգիսը ԱՏԶՄ-ն տանում է ստարտափ զարգացման համակարգով, էլի, այսինքն եկաչափական պրոգրեսիայով, որը ուղիղ ազդում է իմ եւ Digitech-ի ամբողջ թիմի վրա, հենց Digitech-ի վրա, որ օքեյ, անցած տարի ունեինք 2 հոլ SSS կոնցեպտներով կոնֆի, այս տարի ունենք 4, բայց այդնես չի որ տենց պրոստը մաթեմատիկա ենք անում, այսինքն բովանդակությունն է խտացել, անցած տարի ունեինք այս տարի մի հատ sense կոնցեպտ ու այդ անընդհատ զարգացման մեջ դու բնականաբար ունենում ես բացեր, որը որ չես կարող չունենաս, որովհետև դու դրանից չես արել։ Դու արել ես նախորդից։ Նախորդը cool էր, բայց այդ հաջորդ քայլը ու մի հատ մի բան լավ անելը, նույն այդ ֆեստի կտորը, կոնֆի մեծացման կտորը։ Լիքը բաներ ունենք թերություններով, բոլորը թողան սիրուն տեսնեն, մեզ էլ ասեն ինչն է կիսատ, սիրով կընդունենք, բայց հաջորդ տարի ավելի մեծ կանենք։ Դե միանշանակ, մի քիչ է պետք է մարդիկ ոնց որ հասկանան ինչքան մեծ event է, ու բնականաբար ես մեկ որ մտածում եմ դրա կազմակերպելը, տենց անհնարին է թվում, ու այդքանը որ կազմակերպվում է ու արվում է, մենակ այդ արդեն շատ իրանից մեծ բան է ներկայացնում, ու անհնար է խնդիրներ չլինեն, բայց դա կարևոր է ոնց որ այդ ինչը ինձ դուր է գալի, այդ ամեն տարի նախորդ տարից լավը լինելը, ու համ մասշտաբն է մեծանում, համ որակն է մեծանում, այսինքն եթե սենց գնանք, ոնց որ հաջորդ չգիտեմ 5-6 տարին, բարձա ահավոր խնդիրները շատ լուծված են լինելու, ու տենց երբեք չի, ես միշտ օրինակ մեր պրոդուկտը որ սարքում ենք, միշտ սենց ձեբատներ կան ընկերությունում, որակը լավացնենք, թե ոնց որ feature-ների քանակը շատացնենք, թե ինչ անենք, ես միշտ ասում եմ, որ որակը անverջ գործ է, ձեբատ անել պետք չի դրա մասին, ոնց որ բայց չկան այնց իրավիճակ, որ դու մենակ որակի վրա ֆոկուս լինես, որակը ինքը անverջ գործ է, որտեվ որակը սենց է։ Ամեն օր պետք է լինի նախորդ օրվանից լավ։ Նորվա ասածը տենց սիստեմի մի հատ առանձին վերնագիր է, որակը անverջ գործ է։ Ես դրա վրա ես այդ կետով մի քիչ ուրիշ ձև եմ միշտ մտածում, բայց մերսի, տենց շատ տենց մեծ մերսի։ Չէ, տենց իրավիճակ չի լինելու, որ ինչ որ մի տարի event անեք ու սենց լինի։ Ընդհանրապես սխալ չկար, բայց մեխը նրանում է, որ նույն սխալները չկար, կար նոր սխալներ, որտեվ մեծացրել ենք, չէ, նոր բաներ ունենք, նոր սխալներ ենք թույլ տվել, բայց եթե կրկնվում են նախորդ տարվա սխալները, այդ նշանակում է որակը չի լավանում, բայց քանի դեռ նախորդ սխալները չկան, կան նոր սխալներ, այդ ոնց որ պրոգրեսն է։ Իսկ եթե նոր սխալ չկա, նշանակում է մեռել է։ Ոնց որ որտեվ չի կարա նոր սխալ չլինի, էլի։ Նոր սխալը նշանակում է նոր զարգացում, նոր զարգացումները իրար նոր խնդիրներ ա բերեն, նոր սխալներ ա բերեն, որը պետքա մյուս տարի չլինի, նոր խնդիրները պետքա բերենք։ Ոնց որ անխնդիր երբեք չի լինելու, էլի, տենց այդ։ Նենց ճիշտ ժամանակին ես յուրեք էլ լուրջ եմ ասում, տենց կոնկրետ էլի, խոսքը հենց բանի մասին չի, այն ինչ որ դու հիմա ինձ ասում ես, ու դաժե եթերում, բայց դա եթերից է դուրս լավ մոտիվացրեցիր, լուրջ։ Շնորհակալ եմ, փշաքաղության մակարդակի շնորհակալ եմ, որտեվ այս հենց բացատրելը կարճ կոնկրետ տերմինոլոգիայով, որտեվ որակը որ նույն որակը կարելի է անընդհատ լավացնել, եթե նույն սխալն ես անում, ուրեմն չես աճել, եթե նոր սխալ ես անում, ուրեմն աճել ես, այտենց ծերի մոտ անընդհատ բաներ կար, բայց էսի ոնց անենք, բայց էսի որ անենք կարող է լավ չլինի, որտեվ սենց, որտեվ նենց, բայց հիմա սա ընկավ տեղը, հիմա էսա որ ռեքս ոնց որ անջատենք, ես եթավլեմ լրիվ ուրիշ բան անելու։ Էլի կա ժամանակ։ Շատ լավ, ուրախ եմ արել։ Շնորհակալ եմ, որ եկար Արտո ջան, սիրով կսպասեմ Digitech-ին, հուսով եմ, որ
այն ֆորմատը, որը որ դու քո մեջ ունեցել ես հենց պոլիտեխնիկի տարիներին, Pixar-ի, հետո նաև ոնց որ բերել ես podcast-ը, այդ return on investment logic-ով ես նայում, հիմա արդեն նաև UAT board-ի ռակուրսից ես նայում Digitech-ին ու 10 օրից էլ արդեն որպես վիզիտոր կնայես ու կտեսնես ինչա ոնց է ֆիա 10 օրից տժամ հա ես հասկանում եմ բանը միկը այդ ժամանակ ROI-ը մի քիչ ուրիշ բաներով եք չափել չնայած ROI-ը ոչ մի ուրիշ բանով չի լինում չափել դե ուրիշ պարամետրեր են բայց մեծ մերսի քեզ ես մի հատ որոշեմ ասում Digitech-ից հետո կարող անցնենք on-line խաբար կանեմ ինչ մի հատ լավ պրեմիում account տակ։ Շարունակեք արեք լավ բան եք սկսել ու մերսի հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, շատ կարևոր տենց բովանդակային խոսակցություններ լիքը լերնինգներով հենց podcast-ի մասին, հենց Digitech-ի ու մնացած մեր գործունեության։ Մերսի որ եկար։